Լեռնայի չի կարող պատահել։ Սոնա։ Սոնա։ Ինչ ես ասում, չի կարող պատահել։ Չի կարող պատահել, Սոնա։ Չի կարող պատահել։ Լեռնայի ասում է։ Չի կարող պատահել։ Ես եմ հարիցել։ Ղեկանում արա։ Մահացողի անազգային մնացեք։ Երեխեն մոռացավ։ Շեֆ ջան, գնանք տուն։ Ֆոս! Իմ երեխեն չի մահացել։ Դες բան չոսես։ Ուր գնամ։ Ես իմ երեխու հետևից եմ գնում։ Հարի ասում եմ նստի ավտո։ Շուտ արա։ Միլենա։ Երեխեք գտաք Միլենային։ Չէ։ Լավ, ձեր խմբերը գնացեք։ Միլենա։ Ես Սարա Միլենան դրսում եմ։ Վայ, շնորհակալ եմ, վստահ։ Գնալ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բացիկներ ունեք։ Այո, իհարկե։ Գրիչ ունեք։ Գրիչ ունենք։ Գիտեմ, որ սխալ էր։ Գիտեմ, որ նման բան չպետք է լիներ, բայց այն ինչ հիմա մենք անում ենք, այդ շատ ավելի մեծ սխալ է։ Խնդրում եմ, հավատա ինձ։ Ես առանց քեզ չեմ կարողանում։ Կարոտել եմ սառ, շատ եմ կարոտել։ Ու երբ կարոտը սեղմում է կոկորդս, ես ինձ շատ ավելի եմ ատում, քան դու։ Աղաչում եմ, արի մոռանանք այն ինչ որ եղել է։ Մոռանանք ու ամեն ինչ նոր տողից սկսենք։ Ես քո ասած ոչ մի բառին չեմ հավատում։ Ես քեզ ավելի լավ եմ ճանաչում, քան ինձ, ու հասկանում եմ, որ դու հատուկ ասացիր ինձ ցավացնելու համար։ Բայց հավատա ինձ, հավատա արևս, ես իմ այն շատ ավելի վատ եմ զգում, շատ վատ։ Ներիր ինձ ու վերադարձիր ինձ մոտ։ Առաքում ունեք, չէ՞։ Այո, իհարկե, ասեք հասցե։ Այ ավազակ, այդ ինչի փախար։ Ես ոչ մի տեղ էլ չեմ գնալու։ Ինչի արևս։ Դու ուզում ես, որ ինձ տանեն, հա, տենց ես ինձ սիրում։ Միլենա, ես քեզ շատ եմ սիրում, շատ։ Ու դրա համար ուզում եմ, որ դու ընտանիք ունենաս։ Մամա, պապա, դու քո տունը կունենաս։ Քո սենյակ։ Բայց ես արդեն ասել եմ, որ դու ես իմ մաման, ես քեզ եմ ընտրել։
ու քեզ եմ ուզում։ Խնդրում եմ, մի թող որ ինձ տանեն։ Ես երկար եմ սպասելու։ Ընկեր Գրիգորյան։ Արիհա։ Թող։ Ձայնը չլսեմ։ Ներս Ասա ա։ թող։ Ձայնը չլսեմ, արա։ Շեֆ, ուր քշեմ։ Արևուր պետք է քշես։ Դա քշի երկու հետևից։ Զանգեմ տնեցիներին։ Չէ ու զանգի։ Մի զանգի քշի երկու հետևից։ Քշի չես կանգնել։ Էլի մի բան եղել ա, չէ՞։ Էս ինչ ագույնատ։ Առավոտվանից ներվայնացած վիճակում եմ։ Հոգնել եմ արդեն, հոգնել։ Դրանց սաղին պետք է գործից հանեմ բրախեմ։ Մաղեմ։ Ոնց դեբիլների հավաքածու լինեն։ Մեկ նորմալ մարդ չկա մեջները։ Հաց կերել ես գոնե։ Չէ, խորժակ չունեմ։ Ավելավա մի բաժակ կոնյակ լցրա վայելեմ։ Սկսվեց։ Աղջիկ ջան, դու չես հոգնում ինձ հակաճառելուց։ Լավ, բերում եմ։ Կոնյակ ես ուզում։ Խնդրեմ արևս, վայելի կոնյակդ։ Նորություն կա։ Ումից։ Ռոմի պապից։ Ումից պետք է լինի, աղջկանից հետ։ Խոսացել ես հետը։ Երեխուս այսօր չզանգեցի, գործերով ընկա մոռացա։ Զանգի տենակ ոնց են։ Հարևս, զանգել ես կզանգեմ հիմա, բայց իրիկունը մի հատ անպայման հանդիպենք, որտեվ ամոթ է արդեն։ Անպայման։ Կգնանք կտենանք մեր փեսեն ոնց է։ Դինա ջան։ Ախպերս։ Չան ասես չկա այդտեղը։ Ես երբ հաստրիր։ Դե գիտենց դեր աղբեր, ես դեր ավելի շատ եմ լինում, քան դունա։ Ուշ ես էլ ուրիշ։ Արի աղբերս նստի։ Աղբերս դե վեկալ մի թաս խմենք միջև զակուսկին ու աղջիկները գան։ Բայց քեզ կարելի է։ Աղբերս մեզ ամեն ինչ էլ կարելի է, թող հիվանդը չխմի, արի։ Բարով տեսանք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարոտել էիր, շտվանից չէինք տեսել, հա։ Հա, շփանից չեմ տեսել։ Մի հատ արի մի հատ 50 խմենք տենակ ինչ ա դեռ չես, հա։ Ինչ կա, բա այսօր ես իրեք օրը չկաս կորել ես։ Գործելով։ Ինչ խառը գործել։ Ազիզ ջան։ Այսօր ինչ ենք անում, հատ։ Ուրախանալու են։ Հա, դե նայ հա անգելես ա եկել պետքա ամեն ինչը տեղը տեղին, որ աղբերս լավ իրանաց գա։ Գոհ կգնա հաստատ։ Սորի, արի դրա, այդ ամեն ինչի կենացա խմենք, տենակ ինչ ենք անում։
Սարա։ Ինձ թվաց մենք հիվանդանոցում հասկացանք իրար։ Բայց ես քեզ մոտ չեմ եկել։ Կներես։ Սպասիր։ Ինչ է եղել, ինչ ես անտրամադիր։ Ոչ մի բան չի եղել։ Իսկ աչքերը թակարակն են ինձ ասում։ Դու ինչ ես անում այստեղ։ Ուզում եմ անկատանը գումար փոխանցել։ Ու քանի որ մի քանի բաներ պետք է ճշտել, դրա համար անձամբ եկա։ Դա գործերիդ հաջողություն։ Ես քո հարցին պատասխանեցի, չէ՞։ Բայց դու ոչ։ Ինչ է եղել։ Սարա, ես ուզում եմ քեզ օգնել։ Իրոք ուզում եմ ինչ-որ մի բան քո համար անել։ Իսեր Աստծո հանգիստ ինձ թող։ Չեմ հասկանում ինչ է կատարվում։ Իմ Միլենային են որդագրում։ Ու ինչ խնդիր կա։ Դու չես հասկանում։ Ոչ մեկ էլ չի հասկանում։ Ես իրան խոստացել էի, հասկանում ես։ Խոստացել էի, որ ես կորդեգրեմ, որ ես նրան մայրություն կանեմ։ Իսկ ի՞նչն է պատճառը, ինչի չարեցիր։ Ով ինձ երեխա կտա։ Ես ես մանկատանն եմ ապրում։ Իսկ հիմա եմ աղջկան կտանեն ինձնից շատ հեռու։ Ու ես էլ երբեք նրան չեմ կրիկ։ Իմ կարծիքով ամեն ինչ կորած չի։ Կորած է։ Չէ։ Ցույց կտաս ձեր տնօրենի սենյակը։ Ուղիղ ու աջ։ Արի կճանապարհեմ։ Ուզում եմ երեխուս մոտ գնամ։ Ցավակցում եմ։ Մի հատ երեխուս տեսնեմ։ Ախր ես այն տեղը չի, որ հարազատ տեսնեք։ Հա, մամ։ Ոնց ես, բալես։ Լավ եմ, մամ ջան։ Ինչ կա, քո մոտ ամեն ինչ նորմալ է, Արսենը ոնց է։ Զարմացնում ես, մամ։ Ինչի ես քեզ հետաքրքրում եմ։ Ինչեր ես խոսում, աղջիկ ջան։ Դու ինձ միշտ էլ հետաքրքրում ես, միշտ։ Արսենը ոնց է։ Փաստորեն քեզ Արսենն է հետաքրքրում։ Լավ է Արսենը, մամ։ Հարցրու ինչ են անում։ Էն պապանա։ Հա, բալես, պապանա, հարցնում է ինչ եք անում։ Երեկոյան ուզում ենք գանքի ուր։ Այդ հարցերով տիկին Էլիզային, մամա։ Անջատեց։ Բայց ամեն ինչ նորմալ էր։ Հա, նորմալ էր, ինչի։ Ուղղակի հարցնում եմ։
Ինչ եղավ։ Բան չկա անցած։ Ոնց անցած լինի, վիրավոր ես։ Լավակյանք սորիստ։ Լսում եմ ձեզ, ինչով կարող եմ օգնել։ Կարող եք։ Ես ուզում գումար փոխանցել ձեր մանկատան հաշվին, իսկ դրա համար ձեր մանկատան հաշվի համարն է հարկավոր։ Մեր հաշվի համար է։ Այո։ Իսկ կարող եմ իմանալ ինչ գումարի մասին է խոսքը։ Նախնական $10,000 ամերիկյան։ Խնդրեմ նստեք։ Շնորհակալություն։ Հուսով եմ դա կբավականացնի երեխաների կարիքները հոգալու ու ուրախացնելու համար։ Գոնե մի փոքր։ Դե հա։ Ես պատրաստ եմ բարբերաբար ամեն ամիս ձեզ գումար փոխանցել։ Շատ ողջունելի է։ Իսկ այն երեխան, որ քիչ առաջ տեղ տեսա։ Նա այլևս մեր սանը չէ։ Նրան այսօր որդեգրեցին։ Ափսոս։ Ինչու։ Ուզում եմ ես որդեգրել։ Դուք երեխա եք ուզում որդեգրել։ Հա, բայց հենց կոնկրետ այդ երեխային։ Իսկ ինչու հենց այդ երեխային։ Ինչ է հարկավոր, որ խնդրանքս կատարվի։ Կամ ինչքան։ Արսեն ես լուրջ ունես։ Չէ, զանգում եմ անջատածը։ Այն ադամն էլ չի պատասխանում։ Սոնան պիտի գնար մոտը, չգիտեմ գնաց մնաց։ Զանգեմ Սոնային։ Չէ։ Իզուր մի զանգի, որովհետև զանգում եմ չի վրցնում։ Համար ցենց էլ բան կլինի։ Ընտանիքի բոլոր անդամներին զանգես ու որևէ մեկը չպատասխանի։ Ինչ անեմ, դուք ասեք, ես անեմ։ Ինչ պիտի անես, այ բալես։ Դու ինչ պիտի անես։ Սպասի դրանք տուն գան, ես դրանց կասեմ։ Թորսի պես էլ սիրտս այնքան վատ է։ Չօգնեց տեղը։ Չէ։ Չէ, չօգնեց։ Արևս ինչ է եղել, այն տեսակ ես քեզ պահում, ոնց որ պաշտոնից հետ ազատած լինեն։ Կարար չկռաս։ Բայց ինչ մտածեմ։ Արևս, քեզ այն տեսակ ես պահում, ոնց որ մի վատ բան արած լինես, որի համար շատ վախենում ես։ Ես աղջի ջան, մեծ հարց եմ ուզում տամ։ Աստված որ խելք էր բաժանում։ Դու որտեղ էիր։ Ասա Թորգումի ջան։ Ինչ։ Էդ երբ։ Իմ խանամում։ Որտեղ։ Քեզ բան։ Ինչ ա եղել Աշոտ։ Օֆիսի մոտ Ադամին են գրակ է։ Ինչ ես խոսում։ Բա դու հիմա ուր ես գնում։ Գնում եմ հիվանդանոց Ադամի մոտ, Սոնան էլ մահացել է։
Սար, իլացի սար, հանգստացի, հա խնդրում եմ, սար, լավ կլինի միլացի, սար հանգստացի, խնդրում եմ, դե ուրեմ պայմանավորվեցինք, պայմանավորվեցինք, ես ես կճանապարեմ, ինչ եք ասում, դրա կարիքը չկա։ Չէ, իհարկե կա։ Եկեք։ Լավ։ Չլինի երդվել ես կնոջդ հավատարիմ լինել։ Հա, երդվել եմ։ Տենց սիրում ես։ Չլինի խանդում ես։ Կարա լինի։ Ուզում եմ համոզվեմ։ Նենց համոզեմ, սպասի ես երաժշտություն միացնեմ։ Այժմ հրատապ լուր։ Րոպեներ առաջ հնչել են կրակոցներ հայտնի բիզնեսմեն Ադամ Դավթյանի օֆիսի դիմաց։ Նախնական տվյալներով զոհվել է Ադամ Դավթյանի 20-ամյա դուստր, Սոնա Դավթյանը։ Մեր լրագրողներն աշխատում են դեպքի վայրում։ Ամեն րոպե սպասեք նոր լուրերի։ Մնացեք մեզ հետ։ Լիլա։ Ինչ է եղել։ Հոբան չի պատահել։ Խոսի ինչ է եղել Լիլա։ Ինչ է եղել։ Լիլա խոսի սիրտս կպայթի հիմա։ Սոնան։ Ինչ Սոնան։ Իմ Սոնան։ Ինչ Սոնան։ Երեխան էլ չկա։ Ոնց չկա։ Էս Սոնան էլ չկա Էլիսա։ Մի րոպե, ինչ ես ասում։ Ինչ է եղել։ Ուր են գնում։ Հեսա կասեմ։ Արդեն ջան բան ա եղել։ Դեմքիդ գույն չկա։ Ես ինչի չի վերցնում։ Գրնոյին զանգի։ Հեսա զանգեմ։ Հա, արս ջան, ես էլ քեզ էի ուզում զանգեի։ Արման ինչ ա եղել։ Ոնց թե ինչ է եղել։ Ես քեզ պետք է ասնեմ այդ տղա ինչ է եղել։ Ինչ ես այդ վիճակով տնից դուրս եկել։ Պապան ուր ա։ Սոնան։ Սոնան։ Ինչ։ Սոնան ինչ արս։ Արման օրերով տեսա որ պապայի օֆիսի դիմաց
Ակոսները ներեու Սոնան։ Ինչ, արա, խոսա, Սոնան ինչ։ Սոնան։ Էլ չկա։ Ոնց թե չկա։ Ես ինչ ես խոսում, ոնց թե չկա։ Տաղ։ Կարոտել եմ քեզ, Սար, շատ եմ կարոտել։ Ես առանց քեզ չեմ կարողանում։ Խնդրում եմ, հավատա ինձ։ Դու սենց ռոմանտիկ ես եղել, ես չեմ իմացել։ Որտեղից այդ քեզ։ Ինչ կարևոր է։ Կարևոր է, որ հարցնում եմ։ Գտել եմ։ Ես այդ նամակը ուղարկել եմ։ Գիտեմ ում համար ես ուղարկել, շատ լավ գիտեմ։ Դե ուրեմն էլ ինձ մի զայն։ Չես հասկանում, որ մեր մեջ վերջացել է ամեն ինչ։ Բայց ես չեմ զանգել քեզ խնդրելու, որ վերադառնաս։ Դու ես խնդրելու, այ կտեսնես։ Երբեք։ Կտեսնենք։ Ուղղակի մեր մեջ այն ինչ որ կար, դու փոխեցիր մեկի հետ, ով անգամ չի գնահատում ոչ քեզ ու ոչ էլ քո ջանքերը, ու նույնիսկ չէր փորձում հասկանալ։ Բայց փոխարենը նոր հարաբերություններ ա փորձում ստեղծել։ Մեղ քեզ։ Դու ավելի շատ։ Հետո կփոշմանես ու շատ ուշ կլինի։ Լավ իմացի, Լևոն, դու էլ երբեք չես կարող ինձ մոտ վերադառնալ։ Ես թույլ չեմ տա իմ սիրտը կոտրել ու անցնել։ Հաջողություն։ Հաջողություն։ Հա դե արդեն զզվացրեցին։ Էլիզա, Էլիզ ջան, խոսա հետս, մի տենց թուլացրա քեզ, Էլիզա, գոռալացի, մի բան արա, բայց մի սենց ձգվի, ինչ կլինի։ Ասա։ Լացի, մի հատ գոռա հանգստացի, Էլիզա ջան։ Ասա որ են ինչ ասեցիր սուտը։ Ասա որ ինչ ասել ես սուտը, ասա որ սուտը։ Ասա որ սուտը։
Հա, շոտ։ Ես կտա Ադամին։ Ադամը օֆիսը գնում։ Իսկ Սոնան։ Սոնայի բայ ճիշտ է։ Սոնա։ Տղեկ տանն է։ Երեխա։ Չէ, Ջինանա ու Էլիզանա։ Լավ։ Եղավ լավ։ Ադամ ջան։ Ադամ։ Շուտ։ Ադամ ջան, տենց ոնց կլինի։